21 ժամ բանակցություն, տասնյակ պաշտոնյաներ և տապալված գործընթաց։ 1979-ի իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանի և Միացյալ Նահանգների միջև առաջին բարձր մակարդակի բանակցային մարաթոնից հետո կողմերը լքեցին Իսլամաբադը, սկսելով մեկ այլ մարաթոն՝ հայտարարությունների ձևաչափով։ Կարծում եմ սա ավելի վատ լուր է Իրանի համար, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկացել է Իրանի տրամաբանությունն ու սկզբունքները, եւ ժամանակն է, որ նրանք որոշեն՝ կարող են մեր վստահության արժանանալ, թե ոչ։ Մենք բանակցություններ ենք վարում։ Ինձ համար տարբերություն չկա, կկնքենք համաձայնագիր, թե ոչ, քանի որ մենք հաղթել ենք։ Բանակցային գործընթացի մեկնարկն անգամ խոսում էր այս փուլում դրանց տապալման մասին։ Նախ Միացյալ Նահանգներն Իսլամաբադ ժամանեց մեկ օր ուշացումով։ Դիվանագիտության մեջ նման մանրամասները հաճախ ավելին են, քան պաշտոնական հայտարարությունները։ Բանակցային տեսանկյունից սա դասական մոտություն է, այսինքն դու ստիպում ես քո վիզավին, որ նա քեզ սպասի։ Միջուկային ծրագիր, ռազմական ակտիվներ, Հորմուզի նեղուց։ Այս հարցերն էին, որոնց շուրջ կողմերն Իսլամաբադում չկիսեցին նույն կարծիքը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ չնայած իրենք հեռանկարային նախաձեռնություններ էին առաջ քաշել, Միացյալ Նահանգները չկարողացավ շահել իրենց վստահությունը։ Տրամաբանական էր, որ Միացյալ Նահանգների առաջ քաշած պահանջներից հետո իրանական կողմը մերժողական պատասխան է տալու, պնդում է քաղաքագետը։ Այն մթնոլորտը, որ իրանք ձևավորեցին, այն պահանջները, որոնք իրենք առաջ քաշեցին, խոսում են այն մասին, որ ամերիկացիները հետաքրքրված չէին Տրամպի խոսքով գործարքի մեջ բանակցությունների ֆորմալ տապալումը իրենց անհրաժեշտ էր Հորմուզի նեղուցում գործողություններ իրականացնելու համար, ինչը եւ իրենք իրականացնում են հիմա։ Եվ այդ առումով ամերիկյան կողմը հասավ իր նպատակին։ Միացյալ Նահանգները լեգիտիմ հնարավորություն ստացավ միանալու Հորմուզի նեղուցի շրջափակմանը, ինչն ամրապնդեց փորձագիտական կարծիքը։ Բանակցությունը չտապալվեց, այլ ավարտվեց ի շահ Միացյալ Նահանգների։ Բանակցությունները շարունակվելու են, որտեղ երբ որ նեղուցը արդեն ամերիկացիներն են շրջափակում, դա նշանակում է ճնշման միջոց, որ բանակցությունները շարունակվեն։ Խնդիրը բանակցությունների պայմանի մասին է, թե ինչ պայմաններով կարող են գալ համաձայնության։ Պայմանները գոնե պաշտոնական մակարդակում նշել են կողմերը։ Իրանի պետական Press TV-ն հայտնել է, որ բանակցությունները փակուղի են մտել Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության և Թեհրանի խաղաղ միջուկային էներգիայի ծրագրի իրավունքի հարցի շուրջ։ Բայց երբ դուրս են գալիս պաշտոնական ձևակերպումներից, պատկերն ավելի բարդ է։ Բանակցությունները ոչ թե խաղաղության գնալու փորձ էին, այլ ավելի լայն խաղի մաս։ Խաղ, որտեղ կարևոր են ոչ միայն Իրանը և Միացյալ Նահանգները, այլ նաև գլոբալ էներգետիկ հոսքերը և մեծ տերությունների մրցակցությունը։ Այս պատերազմը պետք է դիտարկել ընդհանուր հակաչինական գործողությունների տրամաբանության մեջ։ Հակաչինական գործողություններ, որոնք ամրագրված են Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հայեցակարգի մեջ, որը հրապարակվել է դեռևս 25 թվականի տարեվերջին։ Այդ Հորմուզի նեղուցի շրջափակման արդյունքում ամենամեծ տուժող սուբյեկտը Եվրոպայից բացի լինելու է Չինաստանը։ Հետևաբար ամերիկացիները իրենք գլոբալ առումով իրենց նպատակներին հասնում են։ Այլ հարց է, որ Իրանի համար սա նոր մարտահրավեր է։ Այս բանակցությունները կարող էին դառնալ պատերազմի ավարտի սկիզբ, բայց փոխարենը դրանք ավելի շատ հիշեցնում են նոր փուլի մեկնարկ։ Կողմերը հակադարձ դիրքորոշումներ ունեին եւ ամենակարևորը ցույց չտվեցին, որ պատրաստ են զիջումների։ Կողմերը ներկայացնում են առավելագույն պահանջները եւ բանակցությունների ընթացքում գալիս են որոշակի կոմպրոմիսների։ Դա բանակցությունների տեխնոլոգիայի մեջ է մտնում։ Այդ առումով բնական է, որ ամեն մեկը փորձելու է մաքսիմալը քաղել։ Իդեպ այս բանակցությունները տեղի ունեցան մի փուլում, երբ երկու երկրները ավելի քան 40 տարի չունեն դիվանագիտական հարաբերություններ եւ միմյանց հետ շփվում են հիմնականում միջնորդների միջոցով, եւ նույնիսկ այս 21 ժամանոց ուղիղ շփումը չփոխեց այդ իրականությունը։ Մինչ Իրանը Իսլամաբադ էր ժամանել շուրջ 70 հոգանոց պատվիրակությամբ, ամերիկյան թիմը մի քանի անգամ փոքր էր։ Սա եւս ցույց էր տալիս կողմերը եկել են ոչ միայն տարբեր պահանջներով, այլ նաև տարբեր հաշվարկներով։ Սեդա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։